Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով, լրագրողներին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Կալանավորման վերաբերյալ որոշումից բացի դատարանը կայացրել է նաև խիստ սահմանափակումներ տեսակցությունների մասով։ Փաստաբանի փոխանցմամբ դատարանը թույլատրել է միայն, որ սրբազան հորը տեսակցի մայրը։ Արագածոտնի թեմի առաջնորդին մեղադրում են ընդդիմության հավաքներին մասնակցել հարկադրելու եւ 2021 թվականի ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը, քանի որ մեղսագրվող ենթադրյալ արարքներից մեկը կատարման պահին հանցագործություն չի համարվել։ Մյուս մեղադրանքի վերաբերյալ էլ փաստաբանն ասել է, որ 54 քննիչից կազմված խումբը դատարանում չի կարողացել ցույց տալ, թե ինչ ձևով է սրբազանը հարկադրել հոգևորականներին մասնակցել հավաքներին։ Իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։